Դհարանը, դհիանա, սամաթի, մտքի կենտրոնացումը մեկ օբյեկտի կամ վայրի վրա, հետո երբ այդ մեկ օբյեկտի վրա կենտրոնացված ժամանակ մտքի հոսքը դառնում է շարունակական, 7-րդը, 8-րդը, երբ այդ կենտրոնացած օբյեկտը հառնում է քո սեփական լույսի ներքո, մտածածին որևէ մտքից հեռու։ Սա 6, 7, 8 փուլերի մասին է խոսքը։ Լրիվ ակտուալ է։ Ուղղակի այստեղ պետք է միասնություն, ես դա ապրել եմ, շնորհիվ 2 տարի ամեն օր ժայռերում լինելով եւ յոգա կիրառելով իր ամբողջ գործիքներով, մարմնով, զգայարաններով, մտքով ու հոգով։ Այս մեր գործիքներն են։ Այնպես որ ապրելը մի դժվարություն է, երբ 2 տարի քեզ ժամանակ է պետք այդ 6, 7, 8-րդ փուլը հաղթահարելով, ապրելով, անցնելով եւ լինելով, այսպես ասած, լուսավորության մեջ, երբ դու քեզ ուղղակի մտքով տեսնում ես, քո դեմքն ես տեսնում, լույս ես տեսնում, այդ լույսը ճանապարհորդում է, իրական մեդիտացիայի մասին է խոսքը, երբ որ այդ լույսով դու ճանապարհորդում ես տեզերքում, ես դա ապրել եմ, ես նորից եմ ուզում դա ապրեմ, տեսեք ես գնում եմ դեպի 2 տարին, հիմա արդեն 9-րդ ամիսն է այս ամիսը, որ ամեն օր, բայց այս դեպքում մենակ եմ, մենակ չասեմ, բոլորդ իմ հետ եք, ուղղակի այն ժամանակ մենք ավելի մի 5, 6, 7 ակտիվ մասնակիցներ, դասվարը մեր հետ, այդ ամեն ինչը ես ուզում եմ նորից վերականգնենք բոլորս իրար հետ, ու երբ սա տեղի ունենա, մենք կարանք մեծ, ոնց որ ասած, չեմ ուզում ամպագորգոր բառեր ասեմ, բայց լավագույն նորը մոռացված հինն է, այսենց ասեմ, հասկացողը կհասկանա, մենք այս մշակույթը ունեցել ենք ու հարգանք է եղել այսպիսի կյանքով ապրող մարդկանց հանդեպ, որը հիմա պահպանվել է Հնդկաստանում, դրա համար էլ ասում են յոգան հնդկական է, յոգան համընդհանուր է, մի խոսքով, շատ հանդարտ ես գնում եմ դեպի 2 տարին ու ավել, նենց չի, որ 2 տարի հետո դադարելու եմ, ես իմ կյանքը վերցրել եմ ու որոշել եմ, որ սրանից հետո միշտ ժայռերում եմ լինելու, որը կլինի բացում չասեմ, շատ լավ գործ, հոմ, ու միացողները այն մարդիկ են լինելու, ոչ ես եմ առաջինը, ոչ ինչ-որ մեկը պիտի այսպիսի մարդիկ պիտի լինեն, առաջին, երկրորդ, վերջին, սենց բաներ չկա, մարդը յուրահատկություններ ունի, ամեն մարդ իր ֆիզիկական հնարավորությունները ունի եւ այլն, այս 4 ձևերը, չէ, ֆիզիկական, զգայական, մտավոր եւ հոգեվոր վիճակները, այնպիսի մարդիկ են միանալու այս գործին, այդ ես չեմ որոշելու, ինչ-որ մեկը չի որոշելու, դա ժամանակն է որոշում, որովհետև ժամանակի մեջ, այսենց, որ ասում ենք պռանա ետ, չէ, այդ պռանայի մեջ կյանքի ուժը, այդ կյանքի ուժ դրողը ամեն ինչ դնում է իր տեղը ժամանակի ընթացքում, հենց դա է, որ գունաները, որակները, նյութի որակները, ամեն ինչ սենց կամաց դնում են իր տեղը, ինձանից հասնում է այն ամենը, ես անում եմ այն ամենը, ինչ ինձանից հասնում է, ու ինձ կմիանան այն մարդիկ, ովքեր կմիանան, ժամանակի հետ քայլողներ, դե, առաջ ենք գնում։